Պարտիզարների գործընկերներ, այսօր Նոյան Տավանի մամուլի սրահում սրահի հյուրերն են Հակոբ Սամասարյանը, կանաչների միության նախագահ եւ Ստեփան Խորեցյան, տեխնիկական գիտությունների թեկնածու, հանրային խորհրդի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի աշխատանքային խմբի ղեկավար եւ թեման, որի մասին խոսել ենք, վերաբերում է տնտեսական նոր տեխնոլոգիա եւ մեքենա։ Եվ հեղինակը պարոն Խորեցյանն է, որը կներկայացնի այդ մեքենան իրենից ինչ է ներկայացնում։ Այդ մեքենան արդեն տարիներ շարունակ, որքան որ մենք տեղյակ ենք, գոյություն ունի, բայց չի կիրառվում, ինչու խոսենք այդ պատճառների մասին եւ ինչպես եք ընդհանրապես տեսնում այդ մեքենայի կիրառելիությունը, որ ոլորտում։ Ես խոսամ։ Իսկ դուք ներկայացրեք այդ մեքենան իրենից։ Ուրեմն առաջարկող մեքենան լուծում է հետեւյալ խնդիրները։ Կասեցվում են ջրհեղեղները կամ նվազագույն են հասնում դրանք, կասեցվում է հողի ջրային էրոզիան, կասեցվում է երաշտը, կասեցվում են տարածքային հրդեհները եւ որ ամենակարևորն է մեր արոտներում առանձնակերի բերքատվությունը մեծանում է մոտավորապես 2-ից 3 անգամ։ Հիմա այս կան դրական հատկանիշներ, որ թվարկեցի կարող եք ասել, այս ֆանտաստիկայի բնակավարից չի կարող պատահի մի մեքենա, այդքան բանալ է։ Բայց ամբողջ խնդիրն է, որ մեքենան անցել է միութենական, հանրապետական, բոլոր գիտահետազոտական ինստիտուտների փորձաքննությունը, անցել է պետական փորձարկումներ, պատրաստվել է 2 փորձանմուշ մենք պատրաստեցինք, դժբախտաբար այդ էտապը համընկեց անկախացման տարիներին, որ ամեն ինչ քանդվեց։ Դրանից հետո ես փորձեցի մեքենան օգտագործելու տալ, խնդրեցի գյուղնախարարությանը, իրենք այդ տարի մոտավորապես $3 միլիոն դրամաշնոր ունեին համաշխարհային բանկից, որ վերցրեք մեքենան, մենք էլ կանգնենք այդ մեքենայի օգուտը տեսնենք էլի։ Պատասխանեցին պաշտոնական, ցավոք պաշտոնական պատասխաններն կան, որ մենք նոր մեքենա ենք ստեղծում, առանց տեսնելու այդ մեր արածը, դրա կարիքը չկա։ Որոշ ժամանակ հետո ասում դե լավ ցույց տվեք այդ նոր մեքենան էլ չկա։ Դե հիմա ինչ եղան այդ գումարները, մնում է ենթադրել։ Այսպես թե այնպես ես որոշեցի անընդհատ շարունակել, որտեղ հայկական լավ առած կա, ասում են տաշած քարը գետնին չի մնալու, այս սկզբունքով փորձեցի տաշած քարը իր տեղը դնել։ Ասեմ, որ այդ տարիներին երբ ես խնդրում էի գյուղնախից, որ մեքենան օգտագործեն եւ արդյունաբերության նախարարությունը եւ բնապահպան նախարարությունը իրենց պաշտոնական նամակները նորից դիմեցին գյուղնախին, թե պետք է այդ մեքենան անպայման օգտագործել։ Չստացվեց, որոշ ժամանակ հետո, երբ այս արոտների վիճակը բավականին բարդացավ, պրակտիկորեն արոտները ենթարկվեցին քայքայման, անընդհատ տարածացնելով բան դուրս չի գա, պետք է այնտեղ խնամքի աշխատանքներ, հատկապես փխրեցման աշխատանքներ տանել, դուք ինքներդ գիտեք, եթե աղկամանա ջրեք ու չփխրեցնեք, որոշ ժամանակ հետո դուք ծավալ չեք ունեն, ինձ խոտ է, պետք է ինչ-որ փխրեցում կատարել, պետք է ինչ-որ բույսի թարմացում կատարել, որտեղ այսօր գյուղնախի պաշտոնական տվյալներով 70% արոտների բույսերի թունավոր բույսեր են, բնականաբար դա պետք է փոխել։ Հետո ստացվեց այնպիսի վիճակ, որ գյուղնախն էլ արդեն ստիպված մեզ դիմեցին պաշտոնական նամակ ունեն, որ այդ մեքենան լավ մեքենա է, պետք է անպայման դրա փորձած ներդրման աշխատանքները տանել։ Այսինքն ես իրենց գրած նամակը ցույց տալ, որ ոչ մեքենա չեն ստեղծել։ Ի վերջո այնպես ստացվեց, որ 2011 թվականից համաշխարհային բանկից գումար վերցրեցին արոտների համար, այս օրադրության մոտավորապես $60 միլիոն բարելավելու համար արոտները, ես փորձեցի այս մեքենան նորից առաջ հրել։ Գյուղատնտեսության մեր հարգարժան նախարարը հանձնարարեց իր ծիգին, այս բոլորը պաշտոնական գրություններ են, ես այնպես չեմ ասում, որ զբաղվեն այդ մեքենայով, ծիգում էլ ասին, որ մենք մասնագետ չունենք, Հայաստանում մասնագետ չկա, որ որոշեն, մասնագետը կլինի մի 8 ամիս հետո Լոնդոնից կհրավիրենք, այդպես էլ եղավ, հրավիրեցին մարդը, որքան ես հասկացա, լավ արձագանք ցույց տվեց այս մեքենայի, գինն էլ ասեց $20,000 կտակ, այս մեքենան կփորձարկվի, որ գյուղացին իմանաս այս բանկով կարելի է աշխատացնել։ Մեզ $20,000-ը պետք չէր, մենք ներկայացրինք ընդամենը $7,000 հայտ,
ու գիտենք թե գործը պետք է գնա, որովհետև իմ ներկայությամբ ծիգի ղեկավարը զանգացալի փոխնախարարին, բա ձեր խնդրանքը կատարվեց, մեքենան արդեն կսկսի ներդնել արտադրական ցուցադրական փորձարկումներ, գյուղացին կտեսնի, որտեղ որ փորձարկում ենք, այդ տնտեսության ղեկավարը հանրապետությունում հայտնի անձնավորությունը ունի հսկայական տարածք, 1000 քառակուսի մետր գործարանային տարածք, այսօր պարապ կանգնած է, բան չի կարող արտադրի, նա շահագրգռված էր, որ այդ գործը լինի, բայց հետո անանուն մասնագետի փրթե, վերջապես պատասխան, պետք է պատասխան տային, գնացի պատասխանի հետևից, բայց ձեր հայտը չի անցել տեխնիկական գերախոսողների գնահատականի համաձայն։ Մինչև այդ ինձ ասում են $6000 փող պետք է բերես տաս, որպես համաֆինանսավորում։ Իսկ անգլիացին խորհրդականի հետ զրուցելիս առերես գումարը ասել խոշ չեղավ, ասեք մեքենա կթողնեք դες, թողեք մի հատ այս մեքենան աշխատել։ Ոչ չեմ երկարացնեմ չեղավ։ Ես ստիպված նամակ գրեցի Համաշխարհային բանկի Հայաստանի ներկայացուցիչ ղեկավարին, տիկին Լորա Բեյլին, եթե ժամանակս կներկայացնի կարճ նամակը կարդալի չեմ գրել, Համաշխարհային բանկի պատմեությունը, էությունն էր ինչ որ ես նկարագրեցի, վիճակն է սա, ես էլ ձեր ներկայացուցիչ հետ միասին նրա տված խորհրդով այս բաներն եմ արել, բայց մինչև հիմա նույնիսկ ես պատասխան չունեմ։ Եվ կանխատեսումների համաձայն ես բերել էի մեր բնապահպանության նախարարության նամակը ՄԱԿ-ին, պաշտոնական հաշվետվություն, որ առաջիկա տասնամյակներում Հայաստանում սպասվում է անասնագլխաքանակի անկում և մթերատվության անկում 20-30% չափով, սա հսկայական թիվ է, որտեղ պատկերացրեք մենք հիմնական էժան մթերքը կատնումիսը ստանում ենք խոթարքից, հիմա եթե կլիման փոխվում է, ունենք 30% չպետք է ստանանք պաշտոնապես, նրանք լավ չգիտեն մեր վիճակն ինչ է, պատկերացրեք ինչ խայտարակ վիճակ կարող է լինի, ու խնդրել էի տիկին հարգելի տիկին Լորա Բեյլին, որ հնարավորություններ ունեք, էլ ամեն տարի մեր գյուղնախարարը հայտարարում է, որ տնտեսված գումարների հաշվին այսքան կոոպերատիվ ենք ստեղծել, բայց թե ինչ կա այդ կոոպերատիվների տակ, երբ որ արտադրական բազան հիմքը չկա, այս ամբողջ հարցը։ Իսկ կոոպերատիվի էությունն էլ այն էր, որ այդ տված գումարի մոտ 70%-ը հատկացվել է միայն կառավարման համակարգին։ Այսինքն բուն գործողություններ արտադրությունը զարգացնել չի արվել, այսօր էլ նույն ձևի շարունակվում է։ Ու կարճ ասած, փորձեցի գնալ պատասխան ստանալ։ Շատ զարմացան, իմ համար առավել ևս զարմանալ էր, որ պետական կառույցը, որտեղ պետք է լսեն, քննարկեն, ընկալեն, ինձ ասաց, որ մենք ձեզ պետք է պատասխանենք շատ արհամարական վիրավորական տոնով, հետո ինձ ասում, որ իրոք տենց է այդ կառույցները, որոնք Հայաստանում են, Համաշխարհային բանկ, չգիտեմ ինչ, նրանք չեն ենթարկվում մեր ներքին օրենսդրությանը, ինչ ուզենան, այն էլ կանեն։ Իսկ մեր հարգարժան տիկնոջը գրված նամակում ընդամենը մի այսպիսի բաներ էի բերել, որոնք դարձյալ ես չեմ ասում։ Իրենց նախարարությունն է ասում, գյուղնախարարությունը, դիջվարչությունը, բայց այսքանը գոնե ընթերցել, փաստացի վիճակը ինչ է, իրենց որ թողեց այսպես վարդագույն գույներով, 2 օր առաջ ծիգի ղեկավարը ելույթ ունենում հեռուստացույցով ասում է, մի լիտր կաթը գյուղացու վրա նստում է ընդամենը 20 դրամ, պատկերացնեք, թե գյուղացին ինչքան պետք է շնորհակալ լինի, եթե 20 դրամ է նստել, դուք խանութներում քանիսով եք առնում կաթը։ Մինչև 400 դարը, նույն մենատնտեսները 300 վացարում։ Ուրեմն ես գրել եմ, որ հարգելի տիկին, գյուղնախարարության տվյալներով նշում եմ, այս թերթը, այս տարի, այս համար, չեմ շարունակել, ուղղակի կարդամ։ 1 միլիոն հեկտար արոտի 60%-ը կիսաանապատ է, մացառուտներ, թունավոր բույսեր, գուղձեր։ Պարզը, դեմը նշված է, որներից են վերցրել սա, ես դրա մասնագետը չեմ։ Գործող արոտների բերքատվությունը նորմատիվից ցածր է 3-ից 5 անգամ։ Ուրեմն բան չենք ստանում։ Արոտների սննդանյութերի ազոտ, ֆոսֆոր, կալիում եւ այլն մոտավորապես 70%-ը օգտագործում են չուտվող բույսերը։ Այսինքն անասնի բան չի մնում։ Անասնը հանգիստ ջոգում է, որից թունավորը չի ուտում ու գնում առաջ։
Գյուղամերձ արոտները վերածվել են անապատի, այնտեղ այլևս խոտ չի աճում։ 3 սիլ կա կաստեղ, թե որտեղից են բերել այդ նյութերը։ Ու պատական չէ հայ մասնագետի իտալական բացահայտումը կաթնատուրության մակարդակով Հայաստանը աշխարհում նախավերջինն է։ Շնորհակալություն ենք հայտնում Հնդկաստանին, որտեղ Հնդկաստանում կով համարմասով կենթանի ուտել վերջին տալի դա։ Միայն վերջին տարիներին ազգային վիճակագրության ծառայության տվյալներով, այսինքն վերջին տարիների հետ այն տարիներն են, երբ բուրըն կերպով օպերատիվներին փող էին տալի։ Արոտները կրճատվել են 60,000 հեկտարով։ Պետք է ավելանան, չէ՞ թե փող ես տալի, որ մի բան լավ գնա։ Խոտի գինը ավելացել է մոտավորապես 2 անգամ։ Փաստացի թվեր են։ Դե որ խոտի գինը ավելացավ, կաթիի մասի գինն էլ պետք է ավելացի, ինչը հանգեցրել է կաթի եւ կաթնամթերքի մանրածախ գների էական աճին, մոտավորապես 10%։ Հաստատը եթե կարելի է։ Դուք պաստորեն հիմա 2 բան եք ասում։ Մի կողմից ցույց եք տալիս Հայաստանի գյուղատնտեսության ռեալ վիճակը, փաստացի քվերով եւ այլն։ Մյուս կողմից ցույց եք տալիս ձեր նորարարությունը, որը որ կարող է վիճակը եւ չի ընդունում։ Հիմա եկեք ավելի շատ խոսանք ոչ թե այն, որ վիճակը ծանր է, մենք գիտենք։ Ճիշտ է։ Անգամ նոր վարչապետն տնտեսության վիճակի ծանրության։ Այն որ կան ուրեմն բյուրոկրատական եւ այլ խոչընդոտներ, որ նորարարությունները չեն մտնում կյանք, դա դարձնում։ Ես ուզում եմ ուղղակի այս ամբողջի ներկայացման իմաստը տեսնել ինչն է։ Դուք փաստորեն եւս մեկ անգամ կոչեք անում իշխանություններին, որ ուշադրություն դարձնեն սրա վրա եւ փորձեն օգտագործելով ուրեմն նորարարական տեխնոլոգիաները բանան գյուղատնտեսությունը փորձեն օգտագործել։ Հիմնական նպատակը է։ Ես կարճ եմ ձեր ասած վերջին մտքից, եթե հնարավոր է բաց նամակով կամ ինչ-որ ձևով, որտեղ հարցը ստրատեգիական նշանակություն է երկրի համար, ըստ իս, այն ինչ-որ ես ասացի ինչ-որ կա, եւ օգտվելով այն հանգամանքից, որ նոր մարդ է եկել, ես դες ասեմ, որ նախկինում ինձ չի հաջողվել նյութերը հասցնել վարչապետին։ Նամակը գրում ես վարչապետին, ընդ չի գնան, ընդեղ ուղարկում են ինչ-որ միտեղ, նրանք իրար շատ լավ գիտեն ու բոլոր նախարարություններին այսօրվա դրությամբ խնդրել եմ նույնիսկ հանդիպել, հաջողվեց մի երկու հետ հանդիպել, բայց ոչ մի լուծում։ Օգնեք։ Փաստորեն բնդում եք, եթե այսպես ասեմ, որ այն տեխնոլոգիաները, որոնք որ ձեր խմբի կողմից են մշակված, եթե ուրեմն թեկուզ փոքր ջանք գործադրվի, ինչ-որ չնչին ֆինանսավորում լինի, եւ ուրեմն փորձարարական ներդրում կատարվի դա գյուղատնտեսության մեջ, դուք վստահ եք, որ դրա հսկայական ուրեմն շատ ակնառու հսկայական եւ այո։ Ես զրուցել եմ այս նյութը ճիշտ է, ես կարասում եմ գյուղնախ, բայց ընդեղ էլ մասնագետներ կա։ Մարդկանցից մեկն ասեց, որ պետք է իմ արձանը կայնացնեն, արձան չեմ ուզում, փող էլ չեմ ուզում ասի, եկեք պայմանագիր կնքենք, որ սա ասեմ 0 չլնեմ, այս մեքենան աշխատացնենք, շահույթ ստացվեց 0,0% տվեք ինձ, չեն են ուզում լսել, և ես ըստ իս էլի կարող է այդ հանցավոր միտք կա, բայց այս մարդկանց մոտ, հիմա ներկա իշխանավորների մոտ, այն միտումն է, որ իշխան բատ ենքան լավ, որտեղ պարզ ասեմ, էլի թող ասեմ արդ, եթե ծախելու բան չկա, ծախի պրտան, հիմա փող աշխատելու միակ միջոցը վարկերն են, իսկ բար տալիս են ներդեղում և վիճակը բատ է, լավ չի, բարեկարգ, հիմա մարդիկ այդ ճանապարհով են գնում, այս կանը գրելուց հետո կներեք, այս թերթին շնորհակալ եմ, եկա հոդված տպեցի, գյուղտեխնիկական մի նորորքի ներդրման մոդիսական է, 20 տարի ես տանջում եմ սրա, որ դեր դեմ, բան էլ չեմ ուզում ախր, նամակների տակը գրվեմ, փող չեմ ուզում, փորձել եմ հանդիպել, բանդուր չի գալու։ Հիշում եք մեր նախորդ հանդիպումներից մեկի ժամանակ, մենք խոսեցինք այս մասին և նույնիսկ այսպես բանարեցինք, որ եթե որևէ ֆերմեր, որևէ մենակնտես, գյուղատնտես վերցնի և ասենք թեկուզ 1 հեկտար տարածք այս մեքենայով մշակի և մենք պատրաստ ենք նույնիսկ հեռուստատեսություններից մեկն էլ ասեց, որ պատրաստ է գալ նկարահանել սկզբնական վիճակը, հետո վերջնական վիճակը, մենք բոլոր լրագրողներով փորձենք ձեզ
ուրեմն PR անել, որպեսզի այս ներդրում, որտեղ Ճիշտ է, Հարությունյան, ես դա չեմ մոռացել, շնորհակալ եմ դրա համար, ես իմ ուժերը ներազնչամ մեր երկու պակաս բաները հարմարացնել, բայց ամենավտանգավորը վախը, որ գլխից խփում է, դրանք են մարդիկ են, ամեն ինչ կանեն, որ դա էլ տապալ են, հավատացում եմ ձեզ, իրենք գրում են, որ այս գրանուլը կառավարության ղեկավարին են ուղարկել, 34% շահութաբերության մակարդակ ունի, ամեն ինչ արեցին, որ սա չլինի, որտեղ կա շահերի բախման խնդիր, անկեղծորեն եմ այս շահերի բախման խնդրի մասին պատմում եմ, շահերի բախման խնդիր, օրինակ սրա բախման խնդիրը, ես երբ զբաղվում եմ այս սրանով, մի օր նայեցի տեսնեմ, այդ բանկայի մեջ, որտեղ սրա հունքներ լցված, ճիճուներ են վխտում, ճիճուների չափն էլ, գույներն էլ, ես զարմացա, բայց շատ չզարմացա, որտեղ 2 տարի առաջ շուկայում երբ որ բանջարել են եղել, նայում էի ծակատ, մակատ, նույնիսկ բիբարի մեջ ես ճիճու հայտնաբերեցի, որտեղից դրանք, տեսեք այսօր ինչ հանցավոր գործ է կատարվում, մեր հարգարժան բնապահպանն էլ էստեղ, գրականության մեջ էլ կա, որ սրանք վտանգ են ներկայացնում, հում թռշնախտը, այն որ ճիճվաթափին անում չեմ արանում, որ այդ ճիճուները նրանք ես դուրս կան, չէ։ Ուրեմն հիմա ես հում թռշնախտը վերցնում են տոննաներով, մեքենան 60-70 հազարով վաճառում են գյուղացուն։ Գյուղացին տանում է ու պարարտացնում է իր հողը, չի սնուցում, սնուցել է սելիտրայով բանով։ Այդ պարարտացման ժամանակ հանգամանքներից կախված այս ճիճուները սկսում են զարգանալ ու բանջարաբոստանային կուլտուրաներին վնաս են տալիս։ Հիմա որն ասել շահերի բախումը, տեսեք, թռչնաֆաբրիկայի տնօրենը ամեն մի ավտոյից 60,000 մետ փողավ վեկալում, հարկ չի տալի։ Բնապահպանության նախարարությունը աչքի տակովանային, որտեղ գալիս է երևի ինքն էլ իր հայն է վեկալում։ Գյուղացուն ձեռնտու է, էժան է։ Հիմա դուք ասեք, եթե մի բանը էժան է, պարզավոր գյուղացին պետք է էժանի, բայց դա չի։ Այն ինչ որ գյուղացին է տանում, այնտեղ ազոտ չկա արդեն, որտեղ բոլոր փորձագիտական հետազոտություններով մի քանի ամիս որ դու պայթիր ազոտը կցնդի, ֆոսֆորը կեթա, կգնա, վարակն էլ հետը, սա տնտեսապես հաշվարկված է, մենք կարող ենք այդ քիմիական պարարտանյութերը չներկրել, այսքան խոսում ենք բանի մաքուր արտադրանքի մասին, սա մաքուր արտադրանքի հիմքն է անել, բայց չեն թողում անենք։ Թեպետ իրենք գյուղնախարարությունը մի անգամ շփոթվեց, հանձնարարեց իր փորձագիտական լաբորատորիաներին, պաշտոնապես գրեցին։ Արդյունքների մասին նույնպես հիանալի տվյալներ կա։ Հիմա ումը տանենք սենց մտցնենք քիթը, աշկը, թե ինչ, ասենք այ ախպեր, մի հատ պատասխանի սրան, էսա չի արվում, չես կարող անել։ Դա ես երևի Հիմա նոր վարչապետի հետ ինչ-որ կապում եք։ Հիմա ես նոր վարչապետ հետ անկեղծորեն ասած ես էլ եմ մտորում, իմ ընկերներն համազգացություններ, հիշում ինչքան կպատ ու մր չգիտեմ, ձեզ համոզունց թե չէ որ վարչապետի մոտ իրեն տանեք։ Հույս չունեմ, որտեղ ես ասում եմ, մինչև վարչապետը մի հսկա բանակ կա այնտեղ։ Այդ բանակը չի թողնի, վարչապետն էլ ոչ չի կարող նստի ամեն մի հարցի հետ, այսպես ծանոթանա։ Թե ոնց պետք է լինի իրավիճակը, հիմա դուք ինձ ասում եք, եթե այդքան լավա տվեք մի հատ գյուղացի թողանի, գյուղացին չի անի, որ գյուղացին իմանա ջրհեղեղը պետք է կասեցնի, ինչ է իր ռայնում բան չլինի, չի անի։ Ես նույնիսկ փորձել եմ դիմել Ծառուկյանին, պատասխան չեմ ստացել։ Ես չգիտեմ ինչի չեմ ստացել։ Զարմանալի բան է, ինչ որ միտեղ երևի ես սխալ եմ անում, պատրաստի մեքենա, պատրաստի մի արտադրական կոնցերտումներ, քանի տարի ես արտադրում եմ ու իրացնում եմ։ Հիմա կսկսեմ մի քիչ ավելի հայ մասշտաբով անել, բայց Ես տեմպերով երկրի վիճակը պետք է սենց լինի։ Պարոն Սանասարյան, ինչ ունեք այս հարցի հետ կապված։ Ես կարծում եմ նախ Տիգրանի առաջարկից եւ գտնում եմ որ պետք է զուգահեռ աշխատել, մի կողմից որ պետք է խոշոր պետական մակարդակով, մյուս կողմից մենք ունենք առանցին տնտեսություններ, անհատներ, որոնք հազարավոր հեկտար արոտավայրեր ունեն եւ չի կարելի ասել այդ բոլորը տգետներ։ Նրանք շատ լավ տեսնում են, որ ընդհանրապես նրանք կորցնում են անասնապահությամբ զբաղվելու հնարավորությունը։ Իսկ սա մասին ինչ ուրեմն առաջին այդ ուղղությամբ պետք է արվի, ինչ վերաբերում է վարչապետի առումով, իհարկե նրա առաջին նշանակումը արդեն ցույց տվեց, որ բավականին բարդ է լինելու կյանքը, քան որ Գագիկ Մարտիրոսյանը, որը այսօրվա խնդրին առնչվում է, նա Հայաստանում երկու օրենքի ուրեմն ներդրողն է, որը իհարկե համաշխարհային բանկի եւ մյուսի, առաջինը դա էներգետիկայի մասին օրենքն է, երկրորդը ջրային օրենսգիրքը։
Ուրեմն ջրային օրենսգիրքը, որը Գագիկ Մարտիրոսյանը եւ Հովանես ռեկտորը մի ժամանակ պոլիտեխնիկի ճարտարագիտական համալսարանի։ Ուրեմն ինչ եղավ, ջուրը բնության գրքում դարձավ ապրանք։ Եվ այսօր փաստորեն Հայաստանի ջուրը հիմնականում ուրեմն գյուղատնտեսական հատուկ միջոցառումների բացակայության պայմաններում այդ ջրերը միանգամից հիմնականում լսում են գետերը, իսկ գետերից մենք ընդամենը 1 միլիարդ ջրամբարներ ունենք, որի մի 2 ջրամբարներ ուրեմն 45 միլիոն ուրեմն խորանարդ մետր տարողության դա ջողազի ջրամբարն է, որը փաստորեն մեր հսկողության մեջ չի համարյա, եւ մյուսը կա էլի որ ադրբեջանցիների, այսինքն մեր ջրերը այսպես կորում գնում են եւ մի քաղաքականություն կա, որը դժվար է չնկատել։ Խնդիրը հետեւյալն է. հավանաբար դրված եւ ստորագրված է Հայաստանի բնակչության նվազեցման, նոսրացման խնդիրը։ Դա ակնհայտ է, մենք վախենում ենք այդ մասին խոսել։ Եվ նաև ցես դիմելով ինչ պետք է ասեմ, որ ինչքան հնարավոր է այս խնդիրը պետք է ուրեմն առաջ տանել, ինչքան հնարավոր է, եւ եթե ուրեմն առաջին ուրեմն այդ ֆերմերների հետ կապված, հետո կառավարության ես կարծում եմ հնարավոր չի իրոք առայժմ գուցե եւ նոր վարչապետը Սարյան ջան, կներես էլի ընդհատում կառավարությունը այդ նախարարներն են, բոլոր նախարարների մոտ հավանական եղել են։ Մի էջիչատ բան եմ գրել, գիտեմ որ երկար չեն կատա։ Կարող ենք այս բաները անել։ Ոչ մեկից մի խելացի պատասխան չեմ ստացել։ Ուղարկել ենք գյուղերին, թող գյուղերը պատասխանեն։ Դո գյուղն ինչ պետք է պատասխանի, նորություն պետք է ներդնի գյուղերին։ Հետո արոտավայրերի մի կողմից ուրեմն բերքատվության անկումն է անասնակերի։ Մյուս կողմից տասնյակ հազարավոր հեկտարներ դրվում է հանքարդյունաբերության տակ, դրանք ամբողջովին են վերանում եւ միաժամանակ դառնում են թունավորման աղբյուր շրջակա տարածքների համար։ Այսինքն խնդիրը այսօրվա այս խնդիրը շատ կարևոր է, նախ այս հարցը աշխարհում շատ ընդունված է, տարածված է, պետք է վստահություն լինի այս խնդրի նկատմամբ։ Դուք պետք է վստահեք։ Եվ ասենք ձեր միջոցով ես կարծում եմ հնարավոր կլինի ինչ-որ առաջ գնալ, հետո ինքներդ գիտեք, որ հողին պետք է նաև թթվածի, այնտեղ ֆերմենտային համակարգ կա, ամեն ինչ կա, այսինքն այս հարցը ոչ միայն ջուրն է պահում հողի մեջ, որ ասենք մեր ջուրը փախչում գնում է դեպի Կասպից ծով, ինքներդ գիտեք, որ Հայաստանը 100%-ով Կասպից ծովի ավազանում է, 100%-ով։ Եվ հələ մի հատ հաշվեք այդ արագ հոսքերի ճանապարհով ինչքան հող է գնում նաև Կասպից ծով։ Այսինքն շատ կարևոր խնդիր է։ 50 տարի հետո ասում են հող չի մնա Հայաստանում, բոլորը գնալու են դեր։ Դեր չեն կայանում։ Եվ քաղաքական մասը իհարկե ցավում են, որ շատերը նախ լրագրողներին ափսոսալով այդ խնդրի մասին չեն խոսում։ Մտածում եմ, որ եթե այդ մասին շատ ակտիվորեն խոսվի, կարող է դրա միջոցին ինչ-որ վնաս հասնի, բայց եթե մենք խնդիրը քաղաքական մասը չենք նայում եւ ընդհանրապես այսպես ակնարկում ենք, դրա համար չի լուծում։ Իրոք որ կա, տեսեք, ես կարող եմ մապերից վրա թվարկել, թե ինչու ես կարող եմ ասել, որ գնում է Հայաստանի բնակչության նոսրացման քաղաքականություն։ Կարող եմ դա ասել, թվարկել։ Դրանցից մեկն էլ հենց գյուղատնտեսական։ Ուրեմն ժամանակին ես եղա Երիցյանի մոտ, ով որ արդյունաբերության նախարարն էր, եւ ինք ասեց մենք մեծ սխալ եմ թույլ տվել Հայաստանում գյուղատնտեսության զբաղված է բնակչության մոտավորապես 65%-ը, նույնիսկ գնում է դեպի 70, եւ ասում եմ դա շատ սխալ է, երբ որ Հոլանդիայում ընդամենը 4-5%-ն է։ Դուք պատկերացնում եք ինչ համեմատություն։ Եվ եթե դուք, ես չգիտեմ, դուք հիմա քննել եք Հայաստանի տնտեսության զարգացման 15-ից 25 թվի ծրագիրը։ Նայել եք, ընդհանրապես քննարկվել է։ Ուրեմն ես կարող եմ դրանից միայն մի թիվ բերել, որ այնտեղ գրվում է, որ պետք է այդ տարիների ընթացքում ստեղծել 47,000 աշխատատեղ, բայց փակագծի մեջ գրված է ոչ գյուղատնտեսության ոլորտը։ Այսինքն Ոչ գյուղատնտեսության, ոչ էլ արդյունաբերության։ Ինչպես ամեն ինչ միտումնավոր է, այսինքն տանում է դրան, որ Այսպեսի մի հատ դիտարկում անում ես դեն եւ Հայաստան։ Ընդհանրապես բնապահպանների
բիզնեսմենները չեն սիրում պատճառով, որ բնակապահպանությունը ամբողջ աշխարհում թանկացնում են դեպս ասած արտադրանքը, տիպելով բիզնեսմենների, որպեսզի իրենք լրացուցիչ ծախսեր կատարեն բնակապահպանության վրա։ Հիմա դրա դեպքում պարոն Խրեցյանի առաջարկությունը կարծես թե գյուղատնտեսության մեջ մի ոլորտ է, որը եւ ինքը շահութաբեր է, եւ պլյուս դրան նաեւ բնապահպանական խնդիրներ։ Այսինքն սա այն դեպքն է, երբ որ բնապահպանները կարող են այս առաջարկությունները երկու ձեռքով ընդունել եւ ուրեմն որոշակի ինչ-որ երաշխավորություններ տալ կամ իրենց այսպես բաներով աջակցել, որպեսզի այսպիսի տեխնոլոգիաներ։ Պետք է ասեմ, որ ընդհանրապես այն ինչ-որ նրանց արտադրանքի ինքնարժեքը իհարկե մեծանում է, որոշականի դեպքում եւ իրականում, բայց դա նրանց համար ապագա է ստեղծում եւ ընդհանրապես միջազգային շուկայում իրենց ապրանքի, ասենք, հայտնվելու եւ վաճառվելու եւ հետագայում այդ նույն արտադրանքը, որ շարունակական է։ Օրգանական մթերք թող արտադրեն սրա հիմքի վրա, ճանապարհը հարստանալու։ Հենց այս մեքենայի հարցով, այս տեխնոլոգիայի հարցով, իրոք որ մենք կարող ենք մեր գործերի մի մասը մի կողմ դնել եւ այս հարցում աջակցել մեր հարգելի Խոյեցյանին, օրինակ ես չգիտեմ երբ կլինի, ես անտարների ուրեմն վերականգնման հոգաբարձությունների խորհրդի անդամ եմ, չնայած որ երկու անգամ էլի թիմում եմ գրել որ դուրս անտառներում էլ կարելի է բայց էլի մնում է ես մտածում եմ եթե ասենք մոտակա ամիսներին դա տարվա մեջ մոտ 3 անգամ է լինում եթե այդ նամակը պատրաստ լիներ ես կարող էի վարչապետին դա փոխանցել բայց դա կարծում եմ շատ երկար կտևի շատ երկար շատ կարճ կնենք մեջի կեսեջի սահմանները հանդիպման չէ դուք իրոք գտնում եք որ այսպիսի տեխնոլոգիաները պետք է ներդնել եւ դա այսպիսի հետևանքներ կլինի ես կարծում եմ որ այդ տիպի նամակը ձեր կողմից պաշտոնական ես կարծում եմ ուղեկցող նամակ մենք կարող ենք անել ուղեկցող նամակ պատրաստ ենք դրանք հրապարակել եւ հուսով ենք որ անամենանի հրապարակումները մամուլի հրապարակումները տեղ են հասնում Չէ, իրոք մի կողմից ընդհանրապես այդ տարածքները կորցնում ենք, ես ասի հանկարծանալիության ենք, մյուս կողմից տեսեք կորցնում ենք նաև սրա։ Շատ Դեռ չեն ասնում, եղել են բնապահպանության նախարարությունում մի քանի անգամ այն ստից հայտարարությունները թե ներկայացեք հայտեր կընդունենք, չեն ընդունում, այսպես նեղ կծկված համակարգեր են, ամեն մարդ գիտի ով բարեկամն է, մի հատ թուղթ կգրեն, որ այս ծրագիրն անում են փողերը կառնեն, գործ չի արվի։ Հիմա ստիպված գրել եմ համաշխարհային կազմակերպության ղեկավարին։ Հիմնադրամի եւ Գյուտարարների անունից փորձենք համեցեք, նստեք, փորձենք բան անենք, այս անգամ ձեր առաջարկությունները կանոնի օգնությամբ ևս ձևակերպենք Չեղլավիկը ես սարքեմ ներկայացնեմ ձեզ։ Եվ մենք հետամուտ լինենք, որպեսզի առաջարկությունները հասկանան։ Եվ ես կարծում եմ մամուլը ոչ միայն Նոյան Տապանի մնացած տեղերում մի գուցե մի ջեջուկեսի սահմաններում գրեն վերեմ կլինի։ Համառոտ որ կարդան չեն կարդա։ Եկեք այդպես անենք, որ աշխատենք ուղղակի։ Բայց մի ժամանակ դուք ունեիք, այդ Նոյան Տապաններ, այդպես ավելի լայն ինֆորմացիա տարածել։ Նույնը մնում է, տարածում են, մենք ուղարկում ենք։ Հա, հենց դա որ պետք է բոլորին հասնել։ Ուղղակի պետք է որ անդրադարձվի եւ հարցն է որ հիմա այնպիսի տեխնոլոգիաները որ բավական ամենը հրապարակեց Ուրեմն պետք է շատ շուտ դա կազմենք, դա շատ շուտ։ Մի օրում նստեմ գրեմ բոլոր նյութերը կալքից մեջ են էջուկես, ում ենք ուղարկում վարչապետին։ Ասած պարբերություններով ես ընդեղ լրիվ չեմ բացել։ Պարբերությունից մեր անունից որոշակի բանի տարների ակումբի եւ հիմնադրամի անունից։ Ես շնորհակալ եմ։ Ասեմ որ ելնելով նրանից որ փոփոխություններ են տեղի ունեցել, մենք մեկ պարտք ենք համարում պարբերական, պարբերաբար հրապարակել առաջարկություններ տեխնոլոգիական իմաստով։ Հիանալի է։ Հետո եթե եթե այդ մեքենան լիներ արտիկի ջրհեղեղը հնարավոր էր կասեցնել արտիկի ջրհեղեղը եթե ձեր մեքենան իրար Շատ հանգիստ արտիկի ռելիեֆը այն առավելությունն ունի որ ռեսկի չի էլի։
աստիճանաբար է այդ մանթաշի սարերից այդ կողմը գալիս։ Հիմա տեսեք, հսկայական գումարներ են տալու արդեն, նրան ասին պետք է պատնեշներ ստեղծեն, փող աշխատելու տեղ է։ Ասում եմ, բերեք փող չեմ ուզում, մի տեղ էսի արեք, ինչ որ ուղղության վրա որ սելավը գալիս է։ Պատնեշը շատ սխալ է, նույնիսկ սովետում։ Տեսեք ինչ կսասի։ Չէ, նույնիսկ այդ պատնեշը որ տոնում են ալիքը չարթելու համար։ Բարձր սխալ է։ Այ այս ճանապարհն է, էլի որ պետք է դերի։ Իհարկե այս ճանապարհն է, ինչ է Գազմիկ, որ Երևանում էլ է հնարավոր է ջրհեղեղի վտանգը, որովհետև գետառների հետ կապված Ներողություն, ինչի մասին է խոսքը, սովետական միությունը ինչ